Ողջույն հարգելի խոյեր, այս տեսայնթում կնայենք, թե ինչ է ձեզ սպասվում մինչև գարուն կամ ընթացքում, գարնան սկիզբ, կարևոր իրադարձությունները, աշխատանքը, ֆինանսը, անձնական կյանքը, առողջությունը և խորհուրդ։ Վերցրել եմ երկու քարտեր, երկուսն էլ տարո քարտեր են համարվում, դրանք երկուսն էլ տարո քարտեր են, և այս քարտերով կնայենք, թե ինչ է ձեզ սպասվելու գարնան սկիզբ, մինչև գարուն և գարնան սկիզբ, մինչև գարուն հեսա շուտով, կարելի ասել գարնան սկիզբ։ Տեսնենք։ Ինչ է սպասվելու խոյերին գարնան սկիզբ։ Եվս շարունակենք այս մյուսով, հետաքրքիր տեսք ստանանք, պես պատկերացրել եմ, ոնց պետք է դասավորել, ավելի հետաքրքիր լինելու համար, տեսնենք մնացածը։ Ահա, ուրեմն այստեղ հետաքրքիր քարտեր են բավականին ընկել։ Այս քարտերը խոսում են այն մասին, որ դուք արդեն ունեք որոշակի փորձ կապված բարդ մի շրջանի ապրումների հետ։ Եվ այս գարնան սկիզբը դուք բոլոր ուժերով կփորձեք անցկացնել այս ամիսը, այս շրջանը այնպես, որ այն ինչը մի ժամանակ ձեզ շատ էր անհանգստացնում, այլևս չկրկնվի։ Այսինքն, որպեսզի չկրկնվեն այն իրադարձությունները, որոնք նախկինում եղել են և որոնց հետ դուք ստիպված եք եղել պայքարել։ Այս քարտերը հենց այդ մասին են խոսում։ Դուք ամեն ինչում կզբաղեցնեք որոշակի պաշտպանական դիրք։ Եվ եթե հանկարծ կրկին ինչ-որ բան տեղի ունենա, որը ձեզ կհիշեցնի անցյալի բացասական փորձերը, դուք բնականաբար անմիջապես կսահմանեք հստակ և կոշտ սահմաններ։ Դուք ուժ կցուցաբերեք և ասացի պես կպահեք պաշտպանություն։ Այս քարտերը ցույց են տալիս, որ դուք պատրաստ եք ամեն ինչի և արդեն ունեք հստակ փորձ, ինչպես անցնել ցանկացած դժվար իրավիճակի միջով։ Պարտադիր չէ, որ այդ իրադարձությունները իրականում տեղի ունենան, սակայն այն զգացողությունը, որ դա հնարավոր է, ինչ-որ վտանգի զգացումը կարող է ներկա լինել։ Բացի այդ, հենց այս քարտերի միջոցով կարելի ասել, որ սա կլինի մինչև գարուն իրադարձությունների կենտրոնական թեման ձեզ համար։ Եվ իհարկե այս քարտերի ազդեցությամբ դուք չեք ցանկանա որևէ փոփոխություն կատարել ձեր կյանքում։ Ձեզ կարող է թվալ, որ փոփոխությունները իրենց հետ վտանգ են բերում։ Այդ պատճառով դուք ամեն կերպ կհրաժարվեք կարևոր որոշումներից կամ կտրուկ քայլերից։ Ամեն ինչ կլինի մտածված, հաշվարկված, և ամեն հարցում դուք կփորձեք կանխատեսել զարգացումների բոլոր հնարավոր տարբերակները, կարող է այսպես լինի, կարող է այնպես լինի։ Բայց ես կասեի, որ թեև նման զգացողություններ կարող են լինել, ամենայն հավանականությամբ իրականում ոչ մի լուրջ բան տեղի չունենա այստեղ տեղադրված քարտերի։ Քանի որ մնացած քարտերը խոսում են այն մասին, որ նույնիսկ եթե ինչ-որ բան ձեզ լարված պահի կամ անհանգստացնի, ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք միշտ պատրաստ կլինեն օգնել ձեզ։ Եվ նրանք դա կանեն անմիջապես, հենց որ դուք օրինակ դիմեք իրենց, հենց կարիքը զգաք։ Նրանք մարդիկ են, որոնք իսկապես շատ լավ են վերաբերվում ձեզ, չեն դավաճանի, չեն լքի և չեն թողնի ձեզ դժվարին իրավիճակում, դժվարության մեջ։ Այդ պատճառով, այո, որոշակի զգոնություն և ներքին լարվածություն կարող է լինել, բայց ավելի շուտ դա կարտահայտվի որպես դժվարությունների լարված սպասում, սպասում եք, որ մի վատ բան, այլ ոչ թե իրական խնդիրներ։
Այս քարտերից որոշը խոսում է ճակատագրի նվերի մասին, դա միայն ձեր կյանքում առկա որոշակի մարդկանց աջակցությունը չի տարբեր իրավիճակներում, այլ նաև հենց ճակատագրի պարգևները, կամ նույնիսկ կարելի ասել վերևից տրվող նվերներ։ Դրանք կարող են լինել ինչ-որ պարգևատրումներ, կարող է լինել դժվարությունների ու բարդությունների սպասում, որոնք ի վերջո չեն իրականանա, իսկ փոխարենը դուք կունենաք խնդիրներ լուծելու հնարավորություն։ Ընդհակառակը, այս քարտերի ազդեցությամբ ձեզ մոտ կստացվի հաղթահարել այն հարցերը, որոնք նախկինում ձեզ անհանգստացնում են։ Բացի այդ քարտերը իհարկե կարող խոսել նաև լավ եկամուտի մասին, այդտեղ մենք ունենք եկամուտի քարտեր, որոնք որ ձեզ կբերեն դրան, չնայած որ ինչ-որ գումարի հետ կապված այդտեղ նեղվածություն կա։ Եթե օրինակ դուք որևէ կերպ կապված եք ծառայությունների մատուցման հետ, աշխատում եք հաճախորդների հետ, ապա այստեղ կարող է ավելանալ հաճախորդների հոսքը, կարող են հայտնվել նոր հաճախորդներ, որոնք ձեզ կբերեն համապատասխանաբար արդեն լավ վարձատրություն ձեր աշխատանքի դիմաց։ Եվ իհարկե այս քարտերը նաև կարող են խոսել նաև ինչ-որ հեռանկարային նախագծերի մասին, որոնք կհայտնվեն այս ժամանակահատվածում։ Հնարավոր է հենց այն պատճառով, որ նախագիծը շատ խոստումնալից կլինի, դուք կսկսեք ուժեղ անհանգստանալ եւ վախենալ, որ օրինակ չեք կարողանա այն իրականացնել։ Գուցե շատ վաղուց եղել են որոշակի անհաջողություններ կամ դժվարություններ, եւ դուք զբաղվել եք շատ կարևոր նախագծերով եւ այժմ կա վախ, որ դա կարող է կրկին կրկնվել ձեզ մոտ։ Սակայն ինչպես արդեն ասեցի, սա այն քարտերն են, որը ցույց է տալիս, որ ամեն ինչ ձեզ մոտ կստացվի, վախենալ պետք չէ։ Ինչպես ասում են, աչքերը վախենում են, ձեռքերով արեք։ Այնպես որ վերցրեք ու արեք։ Եվ եւս մի հետաքրքիր բան այս քարտերով, եթե կան որևէ դատական գործընթացներ, ապա ամենայն հավանականությամբ հենց դուք դուրս կգաք հաղթող այդ դատական գործերից։ Եվ եթե դա ձեր թեման է, ապա հասկանալի է, որ հենց այս քարտերի համաձայն դուք կարող եք զգալ նման լարվածություն եւ զգոնություն։ Լարված եք դատական գործերի հետ կապված։ Նաև այս քարտերից ոմանք այստեղ ունեն նաև պարգևատրության նշանակություն։ Պարգև ձեր աշխատանքի, ձեր ջանքերի, ձեր նպատակասլացության համար։ Եվ համապատասխանաբար դուք կարող եք ստանալ ինչ-որ պարգևներ։ Կամ դա պարզապես կլինի հաջողություն, որը կգա ձեզ մոտ որոշակի գործերի արդյունքում, կամ էլ կբացվեն նոր հնարավորություններ։ Կամ էլ դուք պարզապես շատ լավ եք կատարել ձեր գործը եւ այժմ դրա համար ձեզ պարգևատրում են։ Այդ պատճառով այս քարտերը կարող է խոսել նաև ներդրումների մասին։ Հնարավոր է դուք որոշ ներդրումներ կատարեք այս ժամանակահատվածում։ Եվ այստեղ մենք ունենք կին ներկայացուցիչ, երկուսը չնայած սա մեկ այլ հարց էր, արդեն խոսեցի այդ մասին։ Դա կարող է լինել խեցգետին, կարիճ կամ ձկների նշան ներկայացուցիչ, կամ էլ պարզապես մի կին, որը եթե ջրային նշաններին չի պատկանում, ուղղակի օժտված է որոշ լավ հատկանիշներով։ Այսինքն նա կարող է լինել շատ մեղմ, զգայուն, բարի սրտով, բարձր դիրք ունեցող կին, այս կինը կարող է արդեն լինել ձեր շրջապատում, դա կարող է լինել ձեր ծանոթը կամ ազգականը, բայց հնարավոր է նաև, որ հենց մինչև այս շրջանակ, գարնաշրջանում դուք ծանոթանաք նման մի կնոջ հետ, դուք կծանոթանաք, ինչ-որ բաներ կքննարկեք եւ որոշ հարցեր կլուծեք այդ կնոջ հետ։ Նա ձեզ ինչ-որ բանում կաջակցի, կմխիթարի, հոգատար վերաբերմունք կցուցաբերի ձեր նկատմամբ, հնարավոր է նաև ձեզ խորհուրդներ տա կամ պարզապես լսի ձեզ։ Դա եւս օգնություն ամենալավ օգնությունն է։ Նա կարող է ձեզ հետ խոսել եւ աջակցել էմոցիոնալ մակարդակում, կրկին ինչ-որ իրադարձությունների արդյունքում, որոնք ձեզ լարում են, կամ զգոնություն են առաջացնում, կարող է ուղղակի ձեր անհանգստությունների մասին պատմեք իրեն։ Այդպիսի պահերին դուք կարող եք դիմել այդ կնոջը եւ նա համապատասխանաբար կաջակցի ձեզ կամ պարզապես կմխիթարի։ Ամեն դեպքում այս քարտերով նա միշտ պատրաստ է խորը եւ անկեղծ մասնակցություն ունենալ այն մարդկանց գործերում, որոնց նկատմամբ նա ջերմ վերաբերմունք ունի եւ միշտ պատրաստ է ներգրավել ուրիշների խնդիրների լուծման մեջ, այնպես որ դիմեք այդ կնոջը։
Կարևոր իրադարձությունների համատեքստում այստեղ այդ քարտը կարող է նաև խոսել ձեր կյանքում մի կնոջ հետ կապված իրադարձությունների մասին, օրինակ ազգականի կամ մտերիմ կնոջ, իրենց հետ կապված ոչ իրադարձության մասին։ Բացի այդ հնարավոր է նաև որ դուք դիմեք հոգեբանի, հոգեբան է դա։ Կրկին ինչ-որ իրավիճակի պատճառով, որը ձեզ լարում է եւ թույլ չի տալիս հանգիստ ապրել ձեր կյանքը։ Այստեղ որևէ բացասական բան չկա, հակառակը, հոգեբանը կօգնի ձեզ հասկանալ եւ կարգավորել որոշակի խնդիրներ։ Նաեւ ուշադրություն դարձրեք, որ այս քարտերը կարող է խոսել հղիության հարցերի մասին, ինչը իհարկե վերաբերվում է միայն կանանց, կամ եթե տղամարդ է նայում, ապա ձեր կնոջը։ Կամ էլ քարտը կարող է դրսևորվել որպես ամուսնություն, սակայն սա դեռևս նախնական նշում է։ Այստեղ, քանի որ ամուսնության մասին առավել հստակ կխոսեմ ամուսնության հարաբերությունների շրջանակում։ Ամեն դեպքում դա կին է, որը ձեզ համար լավ ընկեր է, ում վրա դուք միշտ կարող եք հենվել եւ որը միշտ պատրաստ է ձեզ աջակցել։ Ֆինանսական ոլորտում այս քարտերը խոսում են այն մասին, որ աշխատանքը ձեզ իրականում ոչ թե ֆինանսական, այլ աշխատանքային ոլորտում ավելի շուտ շատ մեծ բավականություն կբերեն ձեզ, հաճույք կպաճառեն եւ մեծ հավանականությամբ աշխատանքի հետ կապված կլինեն որոշակի պարգևներ կամ գնահատանք, կարող ընդունվել նաեւ աշխատանքի։ Կամ էլ, ինչպես արդեն ասել էի, կարող է լինել մի հեռանկարային ծրագիր, նախագիծ, որի վրա աշխատելով դուք կզգաք բավարարվածություն։ Ավելին, ամենայն հավանականությամբ, մինչև այս գարուն կամ գարնան այս շրջանը դուք արդեն կստանաք որոշակի արդյունք։ Գուցե հաջողությամբ ավարտեք այդ խոստումնալից նախագիծը, կամ էլ դա լինեն ինչ-որ այս ընթացքում, ոչ թե այդ նախագիծը, այլ ընթացքում ոչ թե մի միջանկյալ, արդյունքներ, բայց միևնույն է, դրանք ձեզ կուրախացնեն։ Ընդհանուր առմամբ այն ամենը, ինչը դուք կանեք աշխատանքի ոլորտում, կլինի բավականին հաջող եւ ոչ միայն հաճույք կպաճառի ձեզ, այլ նաեւ կարող է լինել թիմային աշխատանք դա։ Եվ եթե դուք աշխատում եք թիմում, ապա այդ ուրախությունը, բավարարվածությունը կզգան նաև բոլոր թիմի անդամները, ձեզ հետ միասին։ Այս քարտերը իհարկե մեկնաբանվում են որպես իրագործում, հաջողավարտ, պարգևատրում եւ ընդհանուր առմամբ բոլոր հարցերը այստեղ կլուծվեն դրական կերպով։ Եվ ի դեպ ուշադրություն դարձրեք, ոմանց համար այս քարտը կարող է դրսևորվել որպես պաշտոնի բարձրացում, այսինքն ավելի բարձր դիրք ստանալ աշխատանքում։ Իսկ մյուսների համար որպես նոր գործընկերների հայտ գալ, նոր համագործակցություն, նոր աշխատանք։ Ամեն դեպքում աշխատանքի մթնոլորտը շատ բարենպաստ է։ Բայց ֆինանսների մասով այս քարտերը խոսում են այն մասին, որ դուք հավանաբար ինչ-որ չափով սխալ եք գնահատում ձեր ֆինանսական մուտքերը։ Կամ դուք տեսնում եք ձեր եկամուտները աղավաղված ձևով, կամ մտածում եք, որ դրանք շատ մեծ կլինեն, մինչդեռ կարող է կամ ոնց որ շատ գումար կստանաք, մինչդեռ կարող է տեղի ունենալ ինչ-որ բան, որին դուք պատրաստ չեք։ Օրինակ ամեն ինչ լավ էր, եկամուտները կայուն էին եւ հանկարծ կարող են ձեզ ուղարկել չվճարվող արձակուրդի, կամ էլ կարող է առաջանալ մեկ այլ նման իրավիճակ։ Այդ պատճառով հնարավոր են նաեւ գումարային ուշացումներ, այդպես կամ այդ ընթացքը գումար չվաստակեք եւ մտածեք, որ այս ընթացքը ավելի շատ գումար կվաստակեք, բայց հակառակը լինի։ Քարտերը նաև հուշում են, որ ինչ-որ խնդիրներ կարող են մոտենալ, բայց դուք դրա մասին դեռևս չգիտեք։ Եվ երբ դրանք մոտենան, օրինակ ասենք գնում ես արձակուրդ քո հաշվին, կամ առայժմ աշխատանք չկա, պետք է հանգստանա, փակվում է առայժմ։ Այդ ժամանակ իհարկե կարող եք լարվել եւ նոր անհանգստանաք։ Այս քարտերը ընդհանրապես հաճախ հենց այդպես էլ դրսևորվում են։ Սա տարու քարտերն են, սա մնացած քարտերը չեն։ Գումարները կարող են ուշանալ, պահվել, չվճարվել կամ շատ արագ ծախսվեն, գնան, հետո ստիպված լինեք խնայել։ Ընդհանրապես այս քարտը հորդորում է, որ մինչև գարուն կամ գարնան այդ սկիզբը արժե կրճատել ավելորդ ծախսերը։ Դա չի նշանակում, որ ձեր գումարը ձեզ չի բավականացնելու։ Եթե դուք ճիշտ մոտենաք ձեր եկամուտներին ու ծախսերին, ապա մեծ հավանականությամբ ամեն անհրաժեշտի համար գումարը ձեզ կբավարարի։
Բայց եթե դուք կատարեք հանկարծակի, խոշոր եւ չմտածված գնումներ, ապա հետո կարող եք հայտնվել մի վիճակում, որ ստիպված կլինեք խիստ արդեն խնայել ավելի շատ։ Եվ եւս մեկ կարևոր բան այս քարտերի դեպքում ֆինանսները կարող են բառացիորեն այդպես գնալ ձեռքից, սահեն, գոլորշիանան։ Նայեք տեսնեք մեկ էլ վայ աշխատավարձ արդեն չկա։ Հետևաբար անհրաժեշտ է կրճատել ծախսերը կամ այդքան գումարով տանից դուրս մի եկեք եւ նախապես պատրաստ լինել, որ կարող են առաջանալ որոշակի ֆինանսական դժվարություններ։ Հարաբերություններում այստեղ նրանց համար, ովքեր հարաբերությունների մեջ են, ովքեր գտնվում են ընտանեկան կամ երկարատև հարաբերությունների մեջ, այս քարտը ասում է, որ ամեն ինչ լավ է, կա սեր, կա զգացմունքների բաց եւ անկեղծ արտահայտում, կա միմյանց գրկելու, աչքերի մեջ նայելու եւ չբաժանվելու ցանկություն։ Այս քարտերը ցույց են տալիս շատ ուժեղ, փոխադարձ ձգողականություն, շատ խորը զգացմունքային եւ ֆիզիկական գրավչություն միմյանց հանդեպ։ Բացի այդ, քարտերը խոսում են ձեր զույգում սպասվող հաճելի իրադարձությունների մասին։ Այդ հաճելի իրադարձությունները կարող են լինել ամուսնության առաջարկ, նշանադրություն, հարսանիք, բեղմնավորում, հղիության հարցեր, իսկ որոշ դեպքերում նույնիսկ երեխայի ծնունդ։ Նրանց համար, ովքեր արդեն երկարատև հարաբերությունների մեջ են, բայց դեռ ամուսնացած չեն, դա կարող է լինել ամուսնության առաջարկ։ Նրանց համար, ովքեր նոր են հանդիպում, հնարավոր է սիրո խոստովանություն կամ հարաբերությունների նոր, ավելի լուրջ փուլ անցնեք կամ ինչպես մինչև հարսանիք։ Իսկ նրանց համար, ովքեր դեռ զույգ չունեն եւ ցանկանում են հանդիպել իրենց երկրորդ կեսին, ապա այն ասում է, որ նման հանդիպումը կարող է տեղի ունենալ հենց այս կամ գարնան սկիզբ կամ միգուցե մինչև գարուն։ Դուք իսկապես կարող եք հանդիպել մի մարդու, ով ձեզ համապատասխանում է բոլոր առումներով, կարծես ձեր իսկական երկրորդ կեսը լինի, մարդ, որը ձեզ ուղարկված է վերևից։ Սա սեր է, զգացմունքների անկեղծ ու բաց արտահայտում, շատ խոստումնալից հարաբերություններ։ Կլինի շատ շփում, հանդիպումներ, ժամադրություններ, իսկ հատկապես գեղեցիկ, այդպես թրթռուն, ծաղկեփնջյան շրջան։ Ընդհանուր առմամբ քարտը հրաշալի է բոլոր իմաստներով։ Եվ հաջորդ հարցը դա առողջության առումով է, ինչի վրա արժե ուշադրություն դարձնել։ Առողջության տեսանկյունից այդ քարտերը ցույց են տալիս շատ մեծ էներգիա, բայց միաժամանակ նաև գերծանրաբեռնվածություն եւ հիպերակտիվություն։ Դա կարող է կապված լինել ինչ-որ նախագծի հետ կամ շատ լավ արդյունքների, որոնք ձեզ ոգեշնչում են եւ ստիպում ավելի շատ աշխատել։ Հնարավոր է նաեւ, որ պետք է հասցնեք եւ անձնական կյանքը, եւ աշխատանքը, եւ հաճախորդների մեծ հոսք կա, եւ ժանկետներն են սեղմում, եւ չեք հասցնում ժանկետի մեջ տեղավորեք դեմար ամեն ինչ արագ եք անում։ Հենց այս քարտերը ցույց են տալիս, որ դուք կարծես ինքներդ ձեզ անընդհատ խթանում եք, օրինակ շատ սուրճ եք խմում, որպեսզի միշտ լինեք տոնուսի մեջ, էներգիայով լեցուն եւ աշխատունակ։ Կամ հնարավոր է օգտագործեք որոշ դեղամիջոցներ կամ էներգետիկ ըմպելիքներ, կամ նման բաներ, որ ավելի կամ երկար մնաք, երկար չքնեք կամ էներգիան շատ լինի, որ կարողանաք աշխատել։ Ընդհանուր առմամբ քարտը խոսում է լավ առողջության մասին, սակայն միևնույն ժամանակ զգուշացնում է, որ պետք չէ ձեզ ստիպել լինել ակտիվ օրական 24 ժամ։ Դա անխուսափելիորեն կարող է անդրադառնալ առողջության, աշխատունակության եւ հատկապես իմունիտետի վրա։ Եթե պահպանեք աշխատանքի եւ հանգստի ճիշտ ռեժիմը, ապա առողջության հետ կապված բնականաբար խնդիրներ չեն լինի։ Եվ իհարկե խորհուրդը սա ուղիղ ասում է այն պահերին, որ զգում եք հոգնածություն եւ գերհոգնածություն։ Ցանկանում եք խմել արդեն 5-րդ կամ 10-րդ բաժակ սուրճը, պետք է ձեզ թույլ տաք պարզապես հանգստանալ, քնել, վերականգնվել։ Եթե շարունակեք ձեզ ծանրաբեռնել, մի պահ օրգանիզմը պարզապես կասի ստոպ, բավական է, ես արդեն էլ չեմ դիմանում եւ արդեն էներգիան կսպառվի։ Կամ կհիվանդանաք, կամ էլ ստիպված կլինեք երկար ժամանակ քնել ու շատ դանդաղ վերականգնվել։ Այս քարտը նաև ասում է մի փորձեք ամեն ինչ միանգամից անել։ Զգալով, որ ուժերը սպառվում են, պարտադիր դադար տվեք։ Շեղվեք, փոխեք զբաղմունքը,
Իսկ ամենալավ տարբերակը պարզապես հանգստացեք։ Ցանկալի է նաև, որ դա լինի հանգիստ մենության մեջ, երբ ոչ ոք ձեզ չի անհանգստացնում եւ դուք ձեր ժամանակը նվիրում եք միայն ձեր ուժերի վերականգնմանը։ Այդ դեպքում այս գարնաշրջանը կհիշվի ձեզ համար որպես լավ արդյունավետ ժամանակ եւ միաժամանակ որպես այն ժամանակը, երբ առողջության հետ կապված ամեն ինչ կարգին էր։ Ահա այսպիսի ստացվեց ձեր կանխատեսումը, հուսամ կհավանեք, որովհետև սա տարո քարտերն են եւ տարո քարտերով խոսելաձևը չի ինչ որ վերաբերվում է մնացած քարտերին, հուսով եմ կհավանեք նաեւ այս տարբերակը, որովհետև շատ եք ասում կամ կարող է։ Դե հիմա այստեղ նման բաներ չեմ ասում, եկեք ու եւ հասկացեք։ Եթե հավանեցիք, լայքեք տեսանյութը, բաժանորդագրվեք ալիքին եւ իհարկե սպասեք նորանոր հետաքրքիր տեսանյութերի։ Լավ եղեք։